Ողջույն, ես Արման Բեգոյանն եմ, հոգեբան և հոգեթերապևտ, և Բեգոյան Psycho-Science podcast-ի շրջանակներում հրավիրում եմ ձեզ քննարկելու ժամանակակից գիտական հոգեբանության և նեյրոգիտության ֆունդամենտալ խնդիրները և բացահայտումները։ Ողջույն, ես Արման Բեգոյանն եմ, հոգեբան և հոգեթերապևտ, այսօր մեր հյուրը հոգեբան և հոգեթերապևտ Աշոտ Թորոսյանն է, Գերմանիայի Հյուսիսային Վեստֆալիայի Մեդիան կլինիկայի հոգեբանը, ով որ մասնագիտանում է մի շարք կլինիկական խնդիրներում և մասնավորապես թինիտուսի և դրա հոգեթերապիայում այս մեր հանդիպման ժամանակ հիմնականում կխոսենք դրա մասին, Աշոտ ավելի մանրամասն կներկայացնի երևույթը, դրա հետ փոխկապակցված խնդիրները ու այն ամեն ինչ, որ նաև հարկ կհամարի։ Խնդիրը բավականին սպეციფიկ է, բավականին քիչ ճանաչված, հատկապես մեր ունկնդրողի համար, հայախոս ունկնդրողի համար, չնայած որ բավականին դրսևորումներ ունենում է տարաբնույթ հոգեկան խանգարումների շրջանակներում, ինչպիսիք են օրինակ մասնավորապես տագնապային խանգարումները։ Աշոտ, ողջույն։ Ողջույն Արման ջան։ Քեզ շատ մերսի, որ այդ խիստ գրաֆիկում ժամանակ գտար հանդիպելու։ Բնականաբար ունկնդրողի համար պետք է ասեմ, որ մենք Աշոտի հետ շատ վաղեմի ընկերներ ենք եւ ինչ-որ ժամանակ սովորել ենք միասին հոգեբանության ֆակուլտետում։ Աշոտ, քեզ համենայնպես մերսի շատ, որ ես չարաշահեցի այդ ընկերության գործոնը ու քո ժամանակից խլեցի։ Մի փոքր կասես մեր ունկնդրողի համար, ինձ համար էլ բնականաբար ինչ է եւ վերջո թինիտուսը։ Սիրով Արման ջան, ուրեմն տինիտուսը դա ականջներում լսվող աղմուկն է, բայց առանց արտաքին աղբյուրի, այսինքն որևէ ձայնային ալիք չկա, բայց ականջներում աղմուկը լսելի է, այսինքն աղմուկը իրականում ստեղծվում է լսողության կենտրոնում, գլխուղեղում։ Շատերի թվում է, թե հենց ականջների հետ է կապված խնդիրը, բայց իրական խնդիրը կայանում է նրանում, որ աղմուկը կոնկրետ աղմուկը հիմնականում կապ ունի լսողության ուղեղային կենտրոնի հետ։ Այսինքն ինքը օբյեկտիվորեն գոյություն չունի, ալիքներ ձայնային չի ընկալիչները չեն ընկալում, այլ այդ ոնց որ ստեղծում է հենց լսողական ինֆորմացիայի վերամշակման վերլուծության կենտրոններում գլխուղեղի, հա։ Այո, այսինքն եթե օրինակ եթե հաճախականության որևէ տիրույթում լսողության կորուստ կա, ուղեղը փորձում է փոխհատուցել այդ կորուստը, այսինքն բացակայող ինֆորմացիան, որ պիտի մարդ ստանար լսողական ընկալումների միջոցով, արդեն այդ արհեստականորեն, ասենք ասեմ, ճակերտների մեջ արհեստականորեն ստեղծվող մեր ուղեղի կողմից ստեղծվող աղմուկով, շվոցի, սուլոցի, խշոցի կամ այլ աղմուկի տեսքով, որը մեզ ծանոթ կենցաղային առարկաներից ստացվող ձայների կամ աղմուկի հետ ծանոթ չի խոսքով։ Հասկացա։ Ինքը ինչքան տարածված է, արդյոք շատերն ունեն դա։ Դե ամբողջ աշխարհում 10-ից 15%-ի մոտ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հանդիպող այտենց ձայնային նմանատիպ աղմուկ կա, օրինակ ասում են, որ քրոնիկ տինիտուսը հանդիպում է այն դեպքում, երբ որ ձայնը արդեն 6 ամսից ավել պահպանվում է։ Այսինքն, եթե 6 ամսից ավել կա այդ սիմպտոմը, համարվում է դա քրոնիկ տինիտուս։ Անպայման, եթե արդեն 6 ամսից ավել է, մինչև 6 ամիսը արդեն քրոնիկ բնույթ չի, շատերի մոտ մեկ ասում ենք, չէ, որ աչքիս մեկը իմ մասին խոսում է, ականջները շվոց, ականջումը սվոց է անկել, հա։ Սվոց, ուրեմն մեկը իմ մասին խոսում է կամ բամբասում է։ Փաստորեն տես չի։ Փաստորեն տես չի ու եթե կան մարդիկ էլ, որ եթե դա, այսինքն այդ նույն շվոցը տինիտուսով տառապող պացիենտների մոտ անընդհատ կա։ Հասկացա։ Անընդհատ։ Հասկացա։ Իսկ ո՞րն է հիմնական ամենատարածված պատճառը, ինչն է, որ լսողության հենց խնդիրներն են, թե։ Ամենատարածված պատճառը հենց լսողության խնդիրներն են կամ վեստիբուլար ապարատի հետ կապված ինչ-որ խնդիրները, մենյերի հիվանդություն օրինակ, շատ տարածված գրեթե բոլոր ուժացների մոտ
նկատվում է տինիտուս հիմնականում խշշոցի տեսքով, որովհետև լսողության կորուստը միջին հաճախականության գոտում է։ Երբ որ մարդ նման խնդիր ունի, ինքը ում պետքա դիմի, որ պրոֆիլի բժշկին։ Նախ եւ առաջ քիթ կոկորտ ականջաբանին, որպեսզի պարզվի, թե տինիտուսը լսողության կորուստով է պայմանավորված, թե կան լրացուցիչ ուրիշ գործոններ, էնդոկրին համակարգի հետ կապված, թե նևրոլոգիական կամ դեղորայքի կամ մնացած այլ ազդեցությունների հետ կապված։ Այսինքն դիմումը պետքա դիմի լորին կամ օտոլարինգոլոգին։ Հա, լոր բժշկին թող դիմեն, ովքեր որ նման խնդիր ունեն, որպեսզի պարզվի նախ եւ առաջ կա լսողության հետ կապված խնդիր, որովհետեւ եթե կա ու լսողության սարք կրելու անհրաժեշտություն կա, որոշ դեպքերում լսողության սարքը փոխհատուցում է, կոմպենսացնում է տինիտուսը ու շատերի մոտ նկատվում է, որ այդ ձայնը նույն ձևով ծանրաբեռնող կամ նույն ձևով տհաճ չի, ոնց որ մինչև լսողության սարքի կրումը։ Հասկացա։ Իսկ դու ունես ինչ-որ ինֆորմացիա կամ ստատիստիկա, օրինակ հենց Հայաստանի համար, քանի որ մեր ունկնդիրը հիմնականում Հայաստանից կլինի կամ հայախոս կլինի, թե նման խնդրով որքան է դիմելիությունը քիթ կոկորտ ականջաբաններին եւ արդյոք իրենք ուղղորդում են հետո ըստ անհրաժեշտության օրինակ հոգեբանի մոտ կամ որ դեպքում պետք է քիթ կոկորտ ականջաբանը ուղղորդի հոգեբանի մոտ։ Ուրեմն ասենց ասեմ, մեզ մոտ ցավոք չկա պաշտոնական վիճակագրություն տինիտուսով տառապողների վերաբերյալ։ Ցավոք չկա։ Բայց ինձ հաճախակի են գրում, որովհետև տինիտուսի մասին ես տեսանյութ ունեմ իմ YouTube-ի իմ ալիքում տեղադրած, ու ես նկատեցի, խոսենք անպայման։ հա, ես նկատեցի, որ բավականին շատ մարդիկ են ինձ գրում առանձին, որ ունեն այդ խնդիրը ու ցավոք չեն դիմել լոր բժիշկը կամ ընդհանրապես չեն իմացել ում դիմեն։ Ու որ դեպքերում լոր բժիշկները հիմնականում կարող են ուղարկել, եթե լսողության կորուստ չկա, բայց ականջներում աղմուկը շատ տառապալից է անցալվում, այդ մարդ չի կարողանում քնի, ընդհանրապես իր կենսագործունեությունը, աշխատունակությունը ամեն ինչը խաթարված է, բնականաբար վերականգնող բնույթի միջոցառումներ կազմակերպելու համար երևի թե ճիշտ կլինի, որ բժիշկները, լոր բժիշկները ուղղորդեն տուժածներին հոգեբանների մոտ։ Հասկացա, բայց որովհետեւ տեղեկատվություն այդպես թե որքանով են ուղղորդում, ես չունեմ տեղեկություն, որքանով են ուղղորդում։ Թինիտուսի քրոնիկ թինիտուսի պարագայում ինչ հոգեբանական հետևանքներ է դա ունենում։ Ու ենթադրում եմ, ոնց որ ցանկացած այլ սոմատիկ խնդրի, քրոնիկ սոմատիկ խնդրի կամ հիվանդության պարագայում, տևական կամ քրոնիկ հիվանդության պարագայում թինիտուսի դեպքում էլ երևի ինչ որ հոգեբանական հետևանքներ է դա ունենում կամ հոգեբանական որևէ դրսևորումներ է ունենում ինչ որ ժամանակ անց, որոնք են դրանք։ Ամենահաճախ հանդիպողները տագնապային կամ դեպրեսիվ խանգարումներն են, կամ burnout-ը, այսինքն այս 3 հիմնական խնդիրների հետ ենք մենք առնչվում կլինիկայում ու ամենահաճախը տագնապային խանգարումների հետ, որովհետև շատ մարդիկ, երբ որ ականջներում առաջին անգամ աղմուկը լսում են, հակազդում են վախով։ Դե մենք գիտենք շատ նյութերից էլ, քո գրքից էլ ամիգդալայի կարևորության մասին ինչքան ընդգծվում, թե ինչ կարևոր դեր ունի գլխուղեղի այդ բաժինը, հենց առաջնային նախնական հակազդությունը ոնց որ պայմանավորվում է հետագայում ոնց կզարգանա տինիտուսի նկատմամբ դիմադրողականությունը, մարդը կֆիլտրի այդ հետո, թե արդեն աղմուկի վրա կֆիքսվի, քանի որ վախը կա, առաջին տհաճ այսինքն առաջին հակազդությունը եթե վախով է, հիմնականում այդ բերում է նրան, որ մարդը սկսում է խուսափողական վարք դրսևորի, ջանքեր է գործադրում, որ տինիտուսը չլսի ու հենց այդտեղ էլ հայտնվում արատավոր շրջանում։ Ամենահաճախ շրջան, այսինքն այդ vicious cycle ասվածի հետ ասվում, մեկը մյուսին փոխպայմանավորում է, հա, սիմպտոմը երկրորդային սիմպտոմին, երկրորդային սիմպտոմը առաջնայինին, то есть tinnitus-ը տագնապին, տագնապը tinnitus-ին, ճիշտ հասկացա։ Փոխկապակցված միմյանց սրացնում են, այսինքն tinnitus-ի սուր ընկալումը բերում է տագնապի սրացմանը, տագնապի
սրացումն էլ բերում է, որ ձայնը ականջներում էլ ավելի է սրվում, էլ ավելի տհաճադառնում ու էլ ավելի դժվար փոխհատուցելի, որ մարդ կարողանա վերականգնել իր կենսագործունեությունը, հատկապես քունը, որտեվ մյուս հոգեբանական հետևանքները կապված են հիմնականում արդեն տրամադրության խանգարումների հետ, քանի որ արդեն կա քնի խանգարում, արդեն մեզ հայտնի է թե ինչի կարա նաև տարբերի, շատերն էլ արդեն կատաստրոֆիզացնում են տինիտուսի ազդեցությունը իրենց կյանքում, առիթ օգտագործում են որպես քավության նոխազ ամեն ինչ տինիտուսի վրա հրելու համար, ու ոչ, այսպես ասենք, եթե արդեն խնդիրը կար, օրինակ մտածողության սխալների հետ կապված կամ կատաստրոֆիզացիայի հետ կապված կամ մյուս մտածողության սխալների հետ կապված արդեն բարդ հող է ստեղծվում մյուս խնդիրների համար, տրամադրության ֆոնի։ Այսինքն, այստեղ եթե շարունակենք այս թեման, հոգեբանը, այս դեպքում մասնավորապես դու ենթադրում եմ, որ աշխատում ես այդ կատաստրոֆինիտուսի կատաստրոֆիզացիայի հետ, ենթադրում եմ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի հենց դեկատաստրոֆիզացիայի մեթոդներով։ Այո։ Կամ որ նշեցիր մտքերի հետ աշխատանքը, կոգնիտիվ աղճատումների մասով երևի նույնպես նկատի ունես, հա։ Նո դրանք ինչ որ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ստանդարտ պրոտոկոլներով են աշխատում, թե թինիտուսի համար կան շատ սպეციფიկ առանձնացվածները։ Հիմնականում գրականությունը, մասնագիտական գրականությունը տինիտուսից տուժածներին օգնելու համար, եթե մենք խոսում ենք հոգեբանության մասին, հիմնականում, այսինքն ես այսպես ասեմ, 100%-ով ինձ հանդիպող հոգեբանական գրականությունը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի վրա է ամբողջովին կառուցված։ Այն միջոցները, որ մենք մեր ձեռքի տակ ունենք, այսինքն աշխատանքային թերթիկներ կլինեն կամ առանձին վարժություններ կլինեն տինիտուսի նկատմամբ հարմար ողականությունը խթանելու, բարելավելու ուղղությամբ, ամբողջովին կառուցված են կոգնիտիվ վարքաբանական մոդելի վրա։ Հետաքրքիր է։ Նկատի ունես, որ ասացիր մասնագիտական գրականությունը հանդիպած, դու նկատի ունես ինչ-որ ձեռնարկներն ուղեցույցները, թե հետազոտական հոդվածներ, օրինակ PubMed-ից կամ ինչ-որ նմանատիպ ինչ-որ աղբյուրներից, թե PubMed-ից, թե գիտական հարթակներից կամ համալսարանական գրադարաններում նույնիսկ համալսարանական գրադարաններում, մի խոսքով հետ գիտահեն, այսպես մեզ հայտնի հոգեբանական կամ գիտական հոգեբանության հենքը եթե վերցնենք, բնականաբար տինիտուսի այդ կոգնիտիվ վարքաբանական ուղղությունը համարվում է ստանդարտ, այսպես ասենք, ու ինչ վերաբերում է օգնության, այսինքն ձեռնարկներին, ինքնօգնությանը, վերաբերող գրքերին, գրականությանը, գերակշռող մասն էլ վերցված է կոգնիտիվ վարքաբանական ուղղությունից, քանի որ հենց դրանք են օգնում, որպեսզի մարդիկ հասկանան տինիտուսը սրացնող նախադրյալները կապված մտածողության սխալների հետ եւ այլն։ Ու արդեն հետագա շտկող աշխատանքները էլի կոգնիտիվ վարքաբանական ուղղության շրջանակներում։ Ենթադրում եմ որոշակի էլի շատ յուրահատուկ դժվարություններով է ուղեկցվում թինիտուսը ու դրա հաղթարման կամ կառավարման գործընթացը։ Դու բավականին երկար ժամանակավոր աշխատում ես թինիտուսով այցելուների հետ կամ ոնց է ճիշտ ասել պացիենտների հետ, քո փորձից ելնելով, ճիշտ այդ փորձը Գերմանիային է վերաբերվում, եթե չեմ սխալվում, Հայաստանում չես աշխատել, չէ՞, դու թինիտուսով այցելուների հետ Գերմանիայում է հիմնականում կլինիկական քո փորձը այդ թինիտուսի հետ կապված։ Բավականին երկար ժամանակ է, որ աշխատում ես, քո փորձից ելնելով, ո՞րն է իրանց համար ամենամեծ դժվարությունը։ Ենթադրում եմ տարբեր կարող լինի ինչ-որ կետեր, բայց ամենամեծ դժվարությունը ո՞րն է։ Ամենամեծ դժվարությունը կապված է տինիտուսի գնահատման հետ, երբ որ տինիտուսին գնահատական ենք տալիս, հուզական գնահատական, արդեն ձայնը, արդեն մեր ուշադրությունը ֆիքսվում է դրա վրա։ Մեզ հայտնի է, որ եթե որևէ ձայն, որևէ աղմուկ, որևէ հուզական նշանակություն ունի, մեր ուշադրությունը ավտոմատ գնում է այդ ուղղությամբ։ Այսինքն լավ բաների վրա մենք ուրախանում ենք, վատ բաներից տխրում ենք։
միայն չեզոք ձայները կամ չեզոք ձայնային ազդանշանները կամ չեզոք գրգիռներն են, որ ֆիլտրվում են ու մենք դրանց որևէ ուշադրություն չենք դարձնում, օրինակ համակարգչի այդ նախքին առաջվա համակարգիչներից այդ քուլերի ձայնից եկող խշշոցը կամ սառնարանի դռոցը կամ որևէ ձայն, որը առաջնային որևէ նշանակություն չունի, մենք չենք ուշադրություն դարձնում, թեև ձայնը կա, եթե ուզենք կդարձնենք։ Հա, բայց եթե մենք ուրիշ գործով ենք զբաղված, կենտրոնացած ինչ որ դաս ենք սովորում կամ տեքստ ենք գրում կամ որևէ ուրիշ գործով ենք զբաղված, այդ ձայները, որ եթե ուզենանք կլսենք, բայց չենք լսում, որովհետև իրանք արդեն գրում են background, մեր գիտակցական ընկալումների արդեն հետնամասում։ Tinnitus-ի դեպքում այդ ինչ նկատի ունեի։ Այսինքն ֆիքսվում է գնահատականը, որ ասում ենք, այս ինչ անտանելի է, այսինքն վատ գնահատական է տրվում։ Մյուս խնդիրը համբերության ու իրատեսական ակնկալիքների բացակայության հետ կապված։ Իսկ մարդիկ ունեն ուզում են հենց հիմա, հենց տեղ, առանց ինչ որ լուրջ միջոցների, առանց սեփական ջանքերի, ինչ որ կախարդական փայտիկի օգնությամբ արագ խնդրից ձերբազատվեն։ Առանց գործադրվող սեփական ջանքերի։ Սա էլ լրացուցիչ խնդիր է, որը հաճախ է հանդիպում։ Դու որ ասացիր հուզական գնահատականի մասին, վատ մտքեր են, ահավորը եւ այլն, սա որպես հիմնական դժվարություն նշեցիր։ Այսինքն սա ճիշտ եմ հասկանում, որ մոտավորապես նույն շարքից է, երբ որ տագնապային խանգարման պայծելուն ավտոմատ մտքերին, այդ բավորներին, ասում եմ, վատ մտքեր եմ ունենում, իմ գլխին վատ մտքեր են գալիս, ու այդ որակումը, որ տալիս է, ինքը բավականին արդեն պայմանավորում է դրան իր հուզական գնահատական, մոտավորապես նույն շարքից է հասկանում։ Նույն շարքից, որովհետև նույն այն ինչ որ մեզ հայտնի է կոգնիտիվ արքաբանական թերապիայից, որ մենք ասում ենք մտածողության սխալներ, ավտոմատ մտքեր կամ ABC մոդել, նույն մեխանիզմները աշխատում են tinnitus-ի դեպքում։ Շատ լավ, եւ մյուս դժվարությունը ոնց որ ասացիր, այդ իրատեսական անիրատեսական ակնկալիքներն, այսինքն մարդիկ մտածում են, որ լավ կլինի, որ ինչ որ դեղամիջոց լիներ կամ ինչ որ տեխնիկական միջոց լիներ, արագ վրաս խմենք ու ազդեր ու գնար անցներ։ Այսինքն այստեղ նույնպես ենթադրում են, որ բավականին կարևոր բաղադրիչ է հոգեկրթությունը այդ իրատեսական ընկալումների իրատեսական լինելու ակնկալիքների համար ու երևի կան նաև այդ աշխատանքային ուղեցույցները ենթադրում են նաև հոգեկրթություն այս մասով էլ։ Հենց առաջի քայլը մեր կլինիկայում հոգեկրթությունն է, այսինքն գիտականորեն հիմնավորված տեղեկատվության տրամադրումը տուժածներին, որ կեղծ խոստումներին, որ ինտերնետում բավականին տարածված են, սովորեն իրենք հասկանան, ֆիլտրեն ու խիստ քննադատաբար մոտենան տրվող խոստումներին։ Այսինքն առաջինը հոգեկրթությունը, մյուս կարևոր անկյունաքարերից մեկը, որ այս դեպքում շատ կարևոր նշանակություն ունի, հենց աուդիոլոգիի կամ գիտկոկորտական ժապավենի միջոցով լսողության թեստ կատարելն է, որպեսզի պարզվի կա լսողության հետ կապված խնդիր, ոնց որ մի քիչ առաջ նշեցի։ Մյուս կարևոր գործոնը հենց հոգեախտորոշումն է, որպեսզի պարզվի տվյալ անձը ունի հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր, որը սրացնում է tinnitus-ի ընկալումը, ու արդեն այդ 4-րդ անկյունաքարերից մեկն էլ հենց արդեն ինքնախնամքն է, մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ինքնախնամքին։ Դու ասացիր, որ ոնց որ հոգեախտորոշման շրջանակներում խնդիր է դրվում հասկանալու կան արդյոք ինչ որ գործոններ, որոնք ավելի են ուժ գնացնում tinnitus-ը, ու ենթադրում եմ, որ դրանք մեկը չեն, ավելին են, մի քիչ շատ են, ինձ ավելի շատ հետաքրքրում էր կան հոգեբանական գործոններ, որոնք որ ավելի են ուժեղացնում tinnitus-ը կամ ֆիքսացիան դրա վրա։ Տագնապայնությունը, այն ինչ որ, զայրույթի կառավարման հետ կապված խնդիրները, որովհետև մենք հիմնականում ուշադրություն ենք դարձնում, որ մեր պացիենտների շրջանում երկու հիմնական հույս կա, որը որպես հոգեբանական գործոն կարևոր նշանակություն ունի tinnitus-ի կառավարման հարցում՝ զայրույթը ու տագնապը։ Այսինքն բարկություն,
վախ, այս երկու հիմնական հույզերը են, մեր 4 հիմնական հույզերից կենտրոնական նշանակությունն են։ Իսկ մեկնաբանություն, մեխանիզմների մեկնաբանությունն ինչպիսին է, ինչի են հենց այս հույզերը, կարող է շատ տրամաբանական է թվում, բայց գուցե կան ինչ որ կա հասկացում այդ մեխանիզմների, ինչպես է դա աշխատում, ինչի հենց այդ հույզերը։ Որովհետև այսպես ասենք, տագնապի դեպքում մարդիկ սովորաբար երբ առաջինը ինչ է, երբ որ մի բան մեզ ծանոթ չի ու մենք դրա հետ կապված փորձառություն չունենք, գիտելիքների պակաս կա, մենք հակազդում ենք շատ դեպքում վախով, տագնապով, կանորոշություն ու հատկապես եթե անորոշության նկատմամբ անհանդուրժողականության բարձր մակարդակ կա տվյալ տուժածի մոտ, դա արդեն սրացնում է պոտենցիալ տինիտուսի ուժեղացուցիչ հանգամանք է դիտարկվում մեր պրակտիկայում ու զայրույթն էլ երբ որ մարդիկ արագ ցանկանում են որ ազատվեն ու նյարդայնանում են, բարկանում են, որ տեսնում են որ աղմուկը լսելի է ու կա ու երբ որ չեն կարողանում քնեն էլի հակազդում են զայրույթով, բարկությամբ։ Այսինքն ենթադրում եմ որ քրոնիկ թինիտուսի կառավարման ծրագրի շրջանակներում նաև զայրույթի կառավարում եւ կամ տագնապային խանգարումներ կամ տագնապայնության հաղթահարման ինչ որ պրոտոկոլներ նույնպես կիրառվում են եւ թիրախավորվում են այս նշածդ ոնց որ խնդիրները, հա։ Okay, մի ուրիշ գործոն էլ կա շատ դեպքերում, երբ որ մարդիկ տուն ունեն, օրինակ տան ունեն հարաբերություններում խնդիրներ, ընտանիքի անդամների հետ, այսինքն ներքին չլուծված խնդիրներ, պարտադիր չի որ հենց կոնկրետ հոգեկան խանգարում արկա լինի տուժածի մոտ։ Եթե կան ստրեսորներ ու լրացուցիչ խնդիրներ միջանձնային հարաբերություններում աշխատավայրում կլինի թե տանը, դրանք նույնպես համարվում են որպես տինիտուսի ուժեղացուցիչներ, այսպես ասենք։ Առաջին հերթին ինչ կարա անի մարդը, ով որ ունի այդ թինիտուսը, որն է իր առաջին քայլը եւ ինքնուրույն ինչ կարա անի։ Առաջի քայլը երևի թե տեղին կլինի բժշկին դիմելը, լոր բժշկին, այն ինչ որ խոսեցին, հետո ճիշտ կլինի որ հոգեբանին դիմեն, բնականաբար այն հոգեբանին, որը մասնագիտացած է տինիտուսի հետ կապված կամ ընդհանրապես լսողության խանգարումներ ունեցող անձանց հետ աշխատելու համար համապատասխան որակավորում կամ մասնագիտացում կամ նեղ մասնագիտացում իսկ ինքնախնամքի համար կան բազմաթիվ գրքեր ցավոք անգլերեն լեզվով կամ ռուսերեն կամ հայերեն դեռ չկա շուտով հուսանք կլինի տեսնենք հայերեն շուտով կլինի ես բարբերաբար իմ YouTube-յան իմ ալիքում տեղադրում եմ նյութեր տինիտուսի կառավարման վերաբերյալ ու հուսանք որ շուտով արդեն կլինի նաև գիրք, գործնական ձեռնարկ, ուղեցույց, ինքնօգնության միջոցով տինիտուսի ախտանշանները նվազեցնելու համար։ Շատ հայերեն չէ գիրքը կլինի։ Գիրքը կլինի հայերեն, անպայման։ Շատ լավ լուր է։ Ու մենք այդ ժամանակ երևի կիմանանք դրա մասին, չէ՞, այսինքն դու Գերմանիայում կլինես, բայց գիրքը Հայաստանում։ Գիրքը Հայաստանում կլինի։ Ու հուսամ, որ արդեն ես էլ կհասցնեմ դե շնորհանդեսի, եթե պահը գա, արդեն անձամբ կգամ Հայաստան։ Շատ լավ։ Գուցե ժամանակ նույնպես մենք խոսենք դրա մասին։ Սիրով Արման ջան։ Հնարավոր է ընդհանրապես ամբողջությամբ թինիտուսը բուժել կամ հաղթահարել, ոնց է ճիշտ ասել, թե դա ոնց որ որոշ ուրիշ խնդիրների դեպքում կառավարել է հնարավոր։ Ճիշտ է, կառավարել, որովհետև տինիտուսի հաղթահարում այդպիսի մենք հասկացողություն չունենք մեր պրակտիկայում ու բուժում էլ չկա, բայց բուժում չկա ասելով չեմ ուզում ոչ մեկին վախեցնեմ, լավ նորությունն եմ, տինիտուսը հնարավոր է կառավարել։ Ու լավ կառավարել։ Որն է դա, կասես տարբերությունը։ Տարբերությունը դե մենք այսինքն տինիտուսը աղմուկը ինքնին չի վերանում, աղմուկը կա, եթե ուզենք կլսենք, բայց մենք սովորում մեր ուշադրությունը կառավարել։ Մենք սովորում ենք տինիտուսի հետ ապրել, այսինքն տինիտուսի դեմ չպայքարել։ Օրինակ կներես եթե ընդհատում եմ, որոշ դեպքերում, երբ որ կա այդ պսիխոսենսոր ֆիքսացիան, ինչ որ
ֆիզիկական դրսևորումների կամ ախտանշանների նկատմամբ, հա, դրա հետ աշխատանքի կամ դրա կառավարման մի մասը կազմում է ոնց որ ընդունումը, երբ որ ասում ես օքեյ, ես քեզ լսեցի, տեսա, ես գիտեմ դու կաս, օքեյ, ով ոնց որ անցնում եմ իմ գործերին, այսինքն սովորում ես իրան ընդունել, նկատել իրան, ասել ես քեզ նկատեցի, ու այն մնացածը իհարկե մնացած անելիքներն էլ այդքանով չի սահմանափակում։ Թինիտուսի դեպքում էլ է տենց, թե այստեղ դա չի աշխատում։ Հենց ամբողջ տրամաբանությունը կառավարման տինիտուսի հենց այդ սկզբունքի վրա է, այսինքն ընդունման, որ մենք ընդունում ենք ու իր դեմ չենք պայքարում։ Այսինքն մենք պայքարում ենք առողջության ու կյանքի որակի համար, ոչ թե տինիտուսի դեմ։ Որովհետև այդ դեպքում մենք անպայման պարտվելու ենք, եթե տինիտուսի դեմ ենք պայքարում, նշանակում է ինքը մեր գիտակցական ընկալման տիրույթում է, ու մենք լսում ենք իրան։ Նույն վարդագույն փղի մասին այդ օրինակը որ գրել էի, որ չմտածենք վարդագույն փղի մասին, մի մտածեք ու ոնց կարանք չմտածենք դրա մասին։ Հավանաբար ոնց որ ուրիշ խնդիրների դեպքում թինիտուսի պարագայում նույնպես երևի կան ինչ որ թյուր պատկերացումներ կամ ինչ որ միֆեր, հա, թինիտուսի մասին, որոնք են դրանք, կիսվես։ Ամենահաճախներից, որ տինիտուսը կարա հանգեցնի լսողության վատացման, նման բան գոյություն չունի, իրականում հակառակն է, այսինքն արդեն իսկ վատացած լսողության դեպքում մարդիկ կարող են լսել տինիտուսը, ու բավականին տարածված է նաև տինիտուսը կհասցնի խելագարության, այսինքն այս ինձ կգժվեցնի, ինձ կսպանի եւ այլն։ Որքան ծանոթ ավտոմատ միտք է, չէ։ Այդ երկրորդը այդ խենթացման, խելագարացման, որ մարդիկ կարող են խելագարության հասնել, երկրորդ տարածվածներից է այդ, ու բավականին արդեն տարածված է, որ տինիտուսը անպայմանորեն հանգեցնում է քնի խանգարումների, բայց դա այդպես չի, որովհետև շատ մարդիկ շատ տուժածներ ունեն, այսպես ասենք, բավականին տուժածների մոտ, շատերի մոտ չկա ընդհանրապես քնի խանգարում, անջատում, ինչ որ աուդիո գրքերի միջոցով կամ ռելաքսացիոն վարժությունների միջոցով շատ լավ քնում են, կամ ընդհանրապես առանց դրա էլ իրենք քնի հետ կապված խնդիրներ չունեն։ Դու ասեցիր ինչից կարելի է սկսել եւ նախանշեցիր հիմնականում ոնց է դա կառավարվում տինիտուսը, բայց կա ինչ որ մի բան, եթե կա էլ, եթե հնարավոր, որ հիմա մի հատ ինչ որ մի հատ փոքր մի բան ասես, որ այսա արեք, սա ոնց որ մինիմալն է, որ հիմա այսօր կարող եք սկսել, ու հետո էլի առաջին քայլը արեք, գնացեք գիտկոկորտական ջոբանի մոտ, հոկեբանի մոտ, բայց կա ինչ որ բան, այսա արեք, մի փոքր թեկուզ ինչ որ օգնող բաներից մեկը առաջինը տինիտուսին որևէ գնահատական չտալն է, շատ կարևոր քայլ է, որ մենք այս պահին սովորենք չեզոք ընկալել տինիտուսը առանց որևէ գնահատումների։ Երկրորդը, որ մենք մեր ձեռքի տակ ունենք, մեր վեգետատիվ ջարդային համակարգի համար շատ կարևոր, որևէ ռելաքսացիոն վարժություն, աուտոգեն տրեյնինգը կլինի, թե պրոգրեսիվ մկանային ռելաքսացիան։ Սրանք շատ կարևոր գործիքներ են, որ մենք կարող ենք օգտագործել, որպեսզի հանգստանանք, թուլանանք, ու այդ ժամանակ արդեն տինիտուսը այն նույն սրությունը չունի, ինչ որ լարված վիճակում, երբ որ կան գնահատականներ, երբ որ կան մտքեր, հուզական վերաբերմունք կամ լարվածություն։ Այս երկու կարևոր բաները առաջնային են, որ մարդը կարա անի մինչև մասնագետի հետ հանդիպումը։ Իսկ քանի որ պրոգրեսիվ մկանային ռելաքսացիայի մասին ու աուտոգեն մարզման մասին ասացիր, իսկ սպորտը ինչ որ դրական ազդեցություն կարա ունենա ռեգուլար ֆիզիկական ակտիվությունը։ Դա արդեն ինքնախնամքի կարևոր բաղադրիչներից մեկն է ու շատ դրական անդրադառնում տինիտուսի ընկալման վրա, տինիտուսը կառավարելու հարցում սպորտը ընդհանրապես ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր ունի, որովհետև շատ մարդիկ տուժածներ մեր կլինիկայում ովքեր գալիս են, հենց առաջի շաբաթից հետո, հենց որ ծրագրի շրջանակներում սպորտով են զբաղվում, արդեն նկատում են դրական տեղաշարժ, որովհետև մարդ արդեն ոնց դա համարվում է ստրեսը քանդելու կամ այդ լարվածությունը նվազեցնելու
կարևոր միջոցներից մեկը։ Քո մոտեցումը tinnitus-ի հետ աշխատանքում ոնց որ ցանկացած մասնագետը, որ երկար ժամանակ ինչ որ խնդրում մասնագիտանում է, ակրամայից ժամանակի ընթացքում ինչ որ ձևավորում է իր ուրույն ձեռագիր էլի, եթե ինչ որ նոր բան չի հորինում բնականաբար, ապա հիմնվելով արդեն իսկ ապացուցահեն գործիքակազմի վրա, հետազոտահեն տվյալների վրա, ինչ որ ուրույն ինչ որ ձեռագիր է ձևավորվում էլի, քո մոտեցումը ինչ որ բանով տարբերվում է այդ դասական բժշկության մոտեցումից։ Քանի որ մենք հոգեբաններս աշխատում ենք հոգեբանական միջոցներով, այսինքն կոնկրետ այս դեպքում կոնկրետ հոգեթերապևտիկ ուղղության շրջանակներում առանձնապես տարբերություն չկա, դե բնականաբար յուրաքանչյուր մասնագետ ունի իր ձեռագիրը, իր աշխատանքային ոճը տարբեր խնդիրների հետ աշխատելու։ Ես այսպես ասեմ, ես հենց եմ իմ համար կարևորը սկզբից, այսինքն անամնեզի կազմում մենք հասկանանք, թե ինչպես է առաջացել tinnitus-ը։ Ու շատ կարևոր տեղեկություններ, որ մենք հաշվի ենք առնում, արդեն սովորական են ինչ որ առաջին հանդիպման շրջանակներում ինչ որ հոգեբանները վերցանում են, նույն սկզբունքով էլ մենք ենք առաջնորդվում, կարևոր հիմնական տեղեկությունները այսպես ասենք ստանում ենք ու դրա հիման վրա արդեն կազմակերպում ենք աշխատանքը անհատական մոտեցման սկզբունքի վրա, այսինքն չկա ստանդարտ որևէ մոտեցում կոնկրետ պացիենտի հետ աշխատելու համար։ Դրա համար, որպեսզի մենք անհատական կարողանանք յուրաքանչյուրին օգնենք ու tinnitus-ը համարվում է սիմպտոմ 1000 դեմքերով, մեր համար կարևոր անհատական մոտեցման սկզբունքը, որ հասկանանք, թե tinnitus-ի սրացմանը նպաստող տվյալ անձին բնորոշ ինչ գործոն կա ու դա հենց դա էլ իմտի ունենալով կազմակերպենք հետագա աշխատանքը իր հետ։ Ես գիտեմ, որ քո աշխատանքի շրջանակներում դու տարբեր մշակույթին պատկանող այցելուների հետ ես աշխատում, ու հետաքրքիր է կան ինչ-որ մշակութային տարբերություններ tinnitus-ի ընկալման, քանի որ այդ առաջին դժվարությունն ու կարևոր բանը, որ դու նշեցիր, դա գնահատականն է հուզական, որը տալիս են tinnitus-ին, այս ինչ վատ բան է, սա կատաստրոֆա է եւ այլն։ Կան մշակութային տարբերություններ այստեղ, թե ոնց որ մարդիկ գրեթե բոլորը նույն կերպ են արձագանքում։ Ես կասեի, որ գրեթե բոլորը նույն կերպ են արձագանքում, որովհետեւ էական ինչ-որ տարբերություններ չեմ զգացել։ Ճիշտ ասած չեմ, այսինքն ես աշխատել եմ 70%-ով գերմանացիների հետ եմ աշխատում, մնացած 30%-ը կազմում են մյուս եվրոպական ազգերի ժողովուրդների ներկայացուցիչներ։ Իսկ հայեր կան։ Հայեր չէ, հայ ոչ մի անգամ չեմ ունեցել հայ պացիենտ կլինիկայում, ոչ մի անգամ։ Աշոտ ինչի հենց tinnitus, ինչ որ դա որոշում էր, այդ մասնագիտանալ այդ խնդրում, թե այդպես ստացվեց։ Ճիշտ ասած, այսպես ասեմ, ստացվեց։ Ես ինքս էլ ունեմ tinnitus, բայց ես չեմ իմացել, որ ես ունեմ tinnitus։ Այսինքն ես մտածել եմ այդ ցայն այդ աղբուկը եկել է ինչ որ Wi-Fi սարքից կամ ինչ որ կենցաղային առարկայից տարիներ շարունակ ունեցել եմ, բայց միայն իրիկուն երբ որ պարկում էի քնելու, այսինքն սենյակային լռության պայմաններում, երբ որ ոչ մի շրջապատող աղմուկ չի եղել կամ դրսից եկող աղմուկ, սենյակային լռության պայմաններում մեկ-մեկ քնելուց նկատել եմ, որ ոնց ինչ որ ձայն կա, ինչ որ շվոց կա, սուլոց կա, շատ բարձր հաճախականության տիրույթում։ Ու չեմ ֆիքսվել դրա, մտածել եմ, հա դե ինչ որ Wi-Fi սարքից է, ինչից է։ Ահագին հետո, երբ որ ես արդեն մտա կլինիկա, արդեն աշխատանքի ընդունվեցի, ու արդեն գլխապտույտ ունեցող այցելուների հետ մենք աշխատենք, որովհետև գլխապտույտի տեսակներ կան, որոնք զուտ հոգեկան, հոգեբանական պայմանավորվածություն են, հոգեցին են բնույթով։ Ու արդեն այդ ժամանակ տեղեկացա tinnitus-ի մասին, այսինքն սկզբից առաջնային ուղղությունը մեր հետաքրքրության ոնց որ շրջանակը մասնագիտական կապված այն լսողության խանգարումների ու գլխապտույտի հետ, բայց հետո tinnitus-ը արդեն դարձավ շատ կենտրոնական թեմա,
ու ես էլ որ ինքս էլ ունեի այդ խնդիր պայմանականորեն, որովհետև ես ունեմ տինիտուս, բայց տինիտուսի համար խնդիր չի։ Ու տենց հետաքրքիր էր իմ համար, նախ իմ համար էդի բարձելը, երկրորդն էլ արդեն նկատեցի, որ բավականին տուժածներ կան ու խնդիրը բավականին տարածված է, ու այս վերջին մի տարվա ընթացքում էլ հասցրեցի արդեն տեսնել, որ խնդիրը նաև Հայաստանում է բավականին շատ տարածված, թեև արձագանքներից քո տեսանյութերին, հա, արձագանքներին, որտեղ իմ տեսանյութը տինիտուսի վերաբերյալ առաջին տեսանյութն ունի մոտ 180,000 դիտում։ Դա արդեն շատ բան է ասում, թե ինչքանով է տարածված խնդիրը, տեսանյութը մոտ 10 ամիս է ինչ կա YouTube-ում։ Ես կներես քեզ ընդհատում եմ, ուզում եմ ասել հարգելի ունկնդիրներ, որ Աշոտը բավականին որակյալ հոգեկրթող կոնտենտ է ստեղծում ինտերնետում եւ այն մասնագիտական բլոգերից է իր էջը, որին ես հետևում եմ ու շատ որակով կոնտենտ եմ միշտ տեսնում, բացի նրանից, որ Աշոտն վաղը մի ընկերն է, սա ես ասում եմ ամենայն այսպես անկեղծությամբ դուք էլ կարող եք համոզվել, որ իրապես շատ որակով հոգեկրթող կոնտենտ է Աշոտի էջը, որին ես ինքս հետևում եմ։ Ինչ վերաբերվում է այդ թինիտուսին, որպես որ տենց ստացվեց ու դու էլ որ ասեցիր, ես էլ ասեցի, օքեյ, խնդիր չի, տենց ոնց որ ապրում, անգլերեն կասեին experience ես անում էդի, ապրում ես ոնց որ ունես, դա նման ոնց որ եւ իմ դեպքում էլ իմ մասնագիտացումներից մեկը տագնապային խանգարումներն են, ու ես բավականին ազատ եմ դրա մասին արտահայտվում, թե եթերներից, թե թեկուզ իմ տագնապամարի գրքում էլ նշել եմ էլի, որ շատ երկար ժամանակ վաղ տարիքում ես տագնապային խանգարումներ եմ ունեցել, որովհետեւ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումից միջև խոճապային խանգարում ունեցել եմ, ու այդ էլ տենց ակամայից արդեն մասնագետ դառնալուց հետո է ոնց որ այդ մասնագիտացման ընտրություն եղել, մասնագիտացումներից մեկը որպես էլի ու հա ոնց որ համանման տենց իրավիճակը ինձ թվում է շատերի դեպքում դա սեփական խնդիրների կամ խնդիրների փորձը, որի միջով անցել են, ոնց որ որոշիչ է լինում ընտրության հարցում, չէ՞։ Իմ մոտ դից պատահական ստացվեց։ Ես գիտեմ, որ դու ունես նյութեր թինիտուսի վերաբերյալ, որտեղ հետևում եմ քո էջին շատ ժամանակ նաև կիսվում եմ քո հրապարակումներով, բայց դու կիսվեցի ինձ մի անգամ մեր խոսակցությունների ժամանակ, որ պլանավորում ես նաև ծրագիր իրականացնել Հայաստանում, ու եթե ես ճիշտ եմ հիշում, այդ ծրագիրը ասելով դու նկատի ունեիր եւ մասնագիտական աշխատանոցներ հոգեբանների եւ ոչ միայն հոգեբանների համար, գուցե նաև ընդհանուր պրոֆիլի, տարբեր պրոֆիլների համար բժշկական մասնագիտություններից եւ նաև գուցե դու նաև իրականացնես անհատական կոնսուլտացիաներ թինիտուսով այցելումների համար։ Հա, ճիշտ ասած առաջի կարևոր իմ քայլերից մեկը առաջիկայում սպասվող լինելու է հենց տինիտուսի կոնսուլտացիան հենց ստեղ Հիլֆման հոգեբանական ծառայությունների կենտրոնում հուլիսի 26-ից 28-ը ես գտնվելու եմ Հայաստանում, արդեն դե հայտարարությունը կտեղադրենք, այդ մասին արդեն կխոսենք, այդ կազմակերպչական բնույթի հարցերը, երկրորդը ծրագիրը, ուրեմն ծրագիրը իրանից ներկայացնում է 8 շաբաթանոց խմբային ծրագիր, 8 շաբաթ, 8 շաբաթ, շաբաթական 1 հանդիպում ու Zoom հարթակում կամ հետագայում արդեն դե միասին առցանց, բայց այդ կախված թե արդեն դիմողների քանակից միգուցե նաև արկա ձևաչափում առաջարկվի։ Ուսամ Հայաստանում չենք թռնելու Գերմանիա։ Չէ, ես կգամ սիրով այստեղ, կամ էլ արդեն Psygard-ի միջոցով, ինձ թվում է ավելի հավանական հարթակի մասին ես ասում, հա։ Psygard հարթակը, որ ես ընտեղը գրանցված եմ, ամենահարմար իմ համար տարբերակն է իմ ծառայությունները մատուցելու հեշտարակ
Այսինքն կարող են այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, կարող են հետևել քո էջերին, սոցցանցերում, որտեղ հետևեն Facebook-ում, երևի YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում, YouTube-ում, ես 3 հիմնական հարթակներում եմ, կամ Facebook, կամ Instagram, կամ YouTube, այնտեղ ես կտեղադրեմ արդեն։ 8 շաբաթանոց ծրագիրն էլ բնականաբար առաջի կարևոր քայլերից մեկն է, հենց Tinnitus-ի իրազեկումը, կոնկրետ ռազմավարություններ Tinnitus-ի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար։ Մի խոսքով Tinnitus-ի հետ յոլա գնալ սովորելու համար ակներս, այսինքն դա լինելու է մարդկանց համար, ովքեր ունեն Tinnitus, թե ովքեր աշխատում են Tinnitus-ով այցելուների հետ։ Երկու ծրագիր կա։ Մեկը դեռ պատրաստման փուլում է, մեկը արդեն պատրաստ է, կոնկրետ ուժացների հետ աշխատելու համար ծրագիրը 8 շաբաթանոց արդեն կա, իսկ արդեն վերապատրաստմանը դեռ կազմակերպչական փուլում է, արդեն մասնագետների համար։ Դա էլ արդեն շուտով բայց արդեն կոնկրետ ծրագիր այդ ուժացների հետ աշխատելու համար կա։ Ես արդեն տեղադրել եմ Instagram-ի իմեջում առանձին տեսանյութ դրա վերաբերյալ, կան նաև post-եր, ինքնից Instagram գրառումներ կան, ու YouTube-ում էլ կա արդեն համապատասխան տեղեկատվություն տեսանյութի միջոցով։ Շուտ դու ասացիր, որ ցավոք հայերեն նյութեր չկան Tinnitus-ի ու դրա կառավարման վերաբերյալ, բայց գուցե դու կարող ես նշել 1-2 գիրք, որովհետև թեկուզ ուրիշ լեզվով, անգլերեն, որովհետև մեր ունկնդիրների մեջ շատ կլինեն մարդիկ, ովքեր տիրապետում են անգլերենին, կամ եթե կա ռուսերեն, կամ եթե շատ տարածած հայտնի գիրք կամ գրականություն կա թեկուզ գերմաներեն, կլինեն հաստատ մարդիկ, կամ շատ կլինեն, ում որ կլինի նաև հարմար օրինակ անգլերենով կարդալը։ Գուցե դու կարողանաս խորհուրդ տալ որևէ կոնկրետ ռեսուրս։ Եթե դրանք շատ են, այդ ուրիշ, բայց եթե կոնկրետ ռեսուրս կարողանաս խորհուրդ տալ գիրք։ Մի գիրք կար, ես թարգմանաբար գերմաներեն է ցավոք այդ գիրքը, կոչվում է Tinnitus-ի հետ ապրել սովորել, 2016 թվականից կարծեմ հենց Spiegel այդ հրատարակչությունից է, բայց ես կտեղադրեմ առանձին գրքերի գրականության ցանկ, այսպես ասենք հանձնարարելի ինքնօգնության գրքերի ցանկ, որից կարող են մեր ունկնդիրները օգտվել, ու որպես ինքնօգնության աղբյուր մինչև արդեն մասնագետի հանդիպման ամրագրումը։ Պայման կտեղադրեմ շուտով։ Առաջինը այդ գիրքն էր, որ այս պահին միտքս եկավ։ Մնացածը, որովհետև հենց այս գիրքն է, որ կառուցված է կոգնիտիվ արքաբանական մոդելի վրա։ Ես իրականում Tinnitus-ի հետաքրքրությունների շրջանակների մեջ չի մտնում, ու դրա համար օրինակ երբևէ կարող դրա հնարավոր չեմ հանդիպել, դրա հետ կապված ինչ որ ուղեցույց, ու կարծում եմ երևի այնց էլ չի, որ դրանք շատ են, դու ավելի ճիշտ կասես, ու ահա երևի շատ հետաքրքիր կլինի ինձ էլ, ու կսպասեմ համապատասխան ինձ հարմար լեզվով գրականության գերմաներենի ցավոք չեմ տիրապետում։ Արմեն ջան, կտեղադրեմ շուտով արդեն բանա, հենց անգլերեն լեզվով շուտով։ Շատ լավ։ Աշոտ, ինչ կա, որ կուզես դու ավելացնել, գուցե ինչ որ մի բան, որի հետ կապված ասելիք կա, ես հարցերիս մեջ չկար։ Մենք երևի թե բոլորը այդ կարևոր, ինչքան կարևոր ասպեկտ կար, միասին քննարկեցինք, երևի թե միայն մի բան կասեմ, որ հուսահատվել պետք չի, այսինքն խնդիրը կառավարելի է։ Այն արտահայտությունը, որ Tinnitus-ը չի անցնում կամ Tinnitus-ի բուժում գոյություն չունի, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը կառավարելի չի։ Այ հենց այս մեսեջը կուզենայի, որ ես փոխանցեի ունկնդիրներին։ Այդ շատ կարևոր հաղորդագրություն է, ու ես էլ կուզեմ ոնց որ ավելացնեմ, որ ցավոք շատ ժամանակ մենք հանդիպում ենք այցելուների ամենատարբեր հոգեբանական խնդիրներով, ովքեր գոնե մեկ անգամ որևէ մասնագետից, բժշկից, ինչ որ պրոֆիլի կամ նույնիսկ հոգեկան առողջության ոլորտի մասնագետից լսում են, որ իրանց խնդիրը չի բուժվում, այսպես ասած։ Երևի տենց խնդիր չկա, որ իշուր գոնե մեկ անգամ մարդը լսած չլինի, դա ասենք իր տագնապային խանգարում կլինի, դեպրեսիվ խանգարում կլինի կամ աֆեկտիվ այլ խանգարում, ինչևէ, ու ես էլ ուզում եմ ասեմ, որ շատ ժամանակ նման արտահայտությունները
այցելուների համար շատ մեծ բան են նշանակում վատ իմաստով, շատ մեծ բացասական արդյունք են թողնում, որովհետև երբեմն մասնագետներ, ովքեր նման արտահայտություն անում են, մեծամասամբ ուղղակի իրանք մի բան նկատի են ունենում մի բան, որը այցելուն ամբողջությամբ չի պատկերացնում, բայց սա վատ էֆեկտ է թողնում։ Մեզ բոլորիս հայտնի յատրոգենյաները, այսինքն բժշկի կամ մասնագետի խոսքի արդյունքում ձևավորված հոգեբանական տագնապային կառույցները, որոնք շատ դրանց հիմնական պատճառը նա է, որ այցելուն կամ մարդը շատ հեղինակավոր աղբյուր է համարում բժշկին ու ամեն մի խոսք ուղղակի կարող մեծ ներշնչանքի ձևով ազդի, ուզում եմ ասել, ես հաղորդագրությունը նույնպես էլ վերաբերում է գրեթե բոլոր հոգեկան առողջության հիմնական խնդիրներին, տարածված խոսքը չի գնում պսիխոտիկ խանգարումների մասին բնականաբար, բայց նևրոտիկ բնույթի խանգարումներին մեծամասամբ, որ հուսահատվել պետք չի, նախ եւ առաջ պետք է համենայն դեպս double check անել, ստուգել նաեւ իրականում համապատասխան հեղինակավոր աղբյուրներում ինչ ասվում դրա մասին, դիմել 1-2 այլ մասնագետի, որովհետև երբեմն, այն մասնագետը, որ ձեզ տես բան է ասել, նախ ինքը կարող է մի փոքր այլ բան նկատի ուներ, ոնց որ օրինակ տերմինների շփոթի պարագայում, մասնագետը կարա կիրառի տերմին, ենթադրելով մի բան, այցելուն ընկալի այլ բան, եւ ցավոք իհարկե կան մասնագետներ, ուղղակի շատ քիչ են իհարկե իրանք, հուսանք գնալով ավելի քիչ կլինեն, ովքեր որ կոնկրետ հարցում կոմպետենտ չեն։ Կան մասնագետներ, ասենք կա չէ որ լավ մասնագետ, Աշոտ Թորոսյանը մասնագիտացած է թինիտուսում, Արման Բեգոյանը չէ, Արման Բեգոյանը կարող ինչ որ մասնագիտացած է ուրիշ հարցերում կոմպետենտ է, բայց թինիտուսի հետ կապված թինիտուսի կառավարման հարցում ընդհանրապես բումբում էլի դրա համար նույնիսկ լավագույն մղումներով մասնագետը կարա նաև կոմպետենտ էլ չլինի այդ հարցում կարա կոմպետենտ չլինի դրա համար հարգելի ունկնդիրներ նկատի ունեցեք նաև սա եւ ոնց որ Աշոտն ասեց մի հուսահատվեք այլ փորձեք համոզվել իրականում խնդիրը ինչպեսի գնահատական ունի բժշկության շրջանակներում եւ ինչ կարելի անել դրա համար։ Աշոտ շատ մերսի եւս մեկ անգամ այս հետաքրքիր ու ինֆորմատիվ զրույցի համար, մերսի հրավերի համար ու հուսամ որ երկար իրան սպասել չի տա ոչ ծրագիրը ոչ էլ գիրքը, որովհետեւ հայալեզու այդ աստիճան մասնագիտացած գրականության շատ մեծ կարիք կա։ Սիրով կսպասենք ու հուսամ մոտ ապագայում դա կլինի։ Քեզ էլ մերսի Արման ջան հրավերի համար, մեծ սիրով մենք արդեն մեր ունկնդիրներին բարբերաբար գրառումներով կամ տեսանյութերի օգնությամբ արդեն իրազեկ կպայք, տեղյակ կպայք հետագա ընթացքի վերաբերյալ։ Շատ լավ։ Իմ հյուրն էր հոգեբան հոգեթերապևտ Աշոտ Թորոսյանը։